Վաղ առավոտյան խուճապ է եղել դպրոցներում, տելեգրամյան ալիքներով տարածվել են տեղեկություններ, թե երևանյան դպրոցներում ահաբեկչություն է իրականացվելու։ Ծնողները շտապել են երեխաներին տուն տանել։ Դասերը մի պահ կանգնել են, բայց ավելի ուշ ԿԳՄՍ-ն հայտնել է, որ դասապրոցեսը բնականon հունով ընթանում է, անհանգստանալու հիմքեր չկան։ Մեդիա փորձագետների տեղեկություններով տելեգրամով տարածված սահմռկեցուցիչ հայտարարությունները բառացիորեն նույնն են եղել, ինչ ամիսներ առաջ բազմաթիվ ուրիշ քաղաքներում։ Հայլուրի նկարահանող խումբը եղել է Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում, աշակերտների ծնողները վստահեցրել են ավելի շատ ապահովության համար են երեխաներին տանում տուն։ Փոխտնօրենի կարծիքով ահաբեկչության մասին լուրերը միանշանակ կեղծ են, բայց տնօրինությունը հասկանում է ծնողների անհանգստությունը եւ թույլատրում երեխաներին տուն տանել։ Ոչ մեկը գարանտիա չունի։ Կարող է ճիշտ է, կարող է եւ սխալ է։ Բայց յուրաքանչյուր ծնող վախենալով գալի իր երեխու հետևից։ Ճիշտն ասած այդքան էլ չեմ հավատում, ուղղակի ամբողջ դասարանին տարել էին արդեն մենակին երեխաներ մնացել, այդպես վերցրեցինք։ Ոչ մի օտար մարդ չէր մտնում դպրոց, որ տանի երեխային, ծնողները սպասում էին։ Ճիշտ է, մի փոքր քանի որ մեծ է դպրոցը, նաև եղավ, որ ծնողները անհանգստանում են, ինչի են ուշիչնում։ Ամեն ինչ նորմալ էր, քանի որ նորից եմ կրկնում եւ անվտանգությունը շատ շնորհակալություն իրենց եւ ոստիկանությունից ամիջապես արձագանքեցին եկան ոստիկանությունից էլ եկան ամեն ինչ հանգիստ է, փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ է։ Խուճապի որևէ առիթ չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին, լրագրողների հետ ճեպազրույցում կեսօրին մոտ ասել է ԿԳՄՍ նախարարը։ Կարծում եմ, որ խուճապի որևէ առիթ չունեն մեր ծնողները եւ դպրոցները։ Դպրոցներում ուսումնական process-ը բնականon կազմակերպվում է։ Տելեգրամյան ալիքներում ձեր կողմից նշված այդ կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է։ Ամբողջ իրավիճակը այդ իմաստով գտնվում է շատ լուրջ ուշադրության եւ ուսումնասիրության ներքո եւ այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում եւ կարծում եմ, որ նաեւ մեր մեդիա դաշտի տարբեր ուրեմն փորձագետներ տարածեցին նաև պարզ տեղեկություններ, թե ինչպես կարելի է համոզվել այդ տեղեկատվության կեղծ լինելու մեջ, օրինակ տեսնելով, որ այն լուսանկարները, որ տարածվում էին, ճիշտ նույնությամբ կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի, այլ ուրեմն դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվության տարածման տեսանկյունից մենք պիտի հասկանանք, որ երբ որ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դա մի ուրեմն մեզնից հեռու իրականություն չի, դա մեր իրականությունն է եւ այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարեւորում, կարծում եմ, որ մեր երեխաները հիմա դպրոցում սովորելով նաեւ մեդիագրագիտության պարզ կանոնները, տեղեկատվության ճիշտ եւ կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել։ Դուք ամեն դեպքում որպես նախարար տեղեկություն ունեք դպրոցներում տարհանման կամ խուճապային process-ների մասին։ Դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա, մենք իհարկե առավոտից դեպք կա, կարիք Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ինչպես դուք մատնանշեցիք, ծնողները բնականաբար այդ տեղեկությունները կարդալով եւ դրանք ընդունելով իբրև իրական փորձել են որոշակի ուրեմն ճշտումներ կատարել, բայց ուսումնական process-ը առավոտվա ուրեմն դրությամբ նորմալ կազմակերպում է, մենք կապի մեջ ենք քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ եւ կարծում եմ, որ այդ իմաստով որևէ անհանգստանալու բան չկա։